Բարի երեկո տիկնայք եւ պարոնայք, բարի գալուստ Հասրացյան Մինասյան հիմնադրամի նոր մատենաշարի շնորհանդեսին։ Հասրացյան Մինասյան հիմնադրամը իր գործունեության հենց սկզբից որոշում կայացրեց, որ հիմնական ուղղություններից մեկը լինելու է նոր բովանդակության ստեղծումը։ Այդ բովանդակությունը պետք է ծառայեր հասկանալու համար, թե նախ ինչ ենք ունեցել նախկինում, ինչ է դրանից մնացել եւ ինչ պետք է անել դրա հետ ապագայում։ Եվ դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, Երևանյան ճարտարապետությունից մինչև ազգային քաղաքական միտք, գեղանկարչությունից մինչև պատմության վերաարժևորում։ Հիմնադրամը իր գործունեության 3 տարվա ընթացքում արել է բավականաչափ աշխատանք, այժմ առաջարկում եմ շատ կարճ ծանոթանալ կատարված աշխատանքին։ Լուսանկարում անվանում գիտնական քաղաքական գործիչ Միքայել Մինասյանն է եւ ճարտարապետ քաղաքական գործիչ Գրիգոր Հասրացյանը։ Երկու գործիչներն էլ թողել են մշակութային մեծ ժառանգություն, որը կարելի է տեսնել պարզապես զբոսնելով Երևանի փողոցներում։ Ուղիղ 3 տարի առաջ իր իշարակ անվանի գործիչների Միքայել Մինասյանի եւ Գրիգոր Հասրացյանի ազգանունները կենսագրություններն ու արած գործերը միավորվեցին, ստացան նոր շունչ ու քատեգորիա։ Գաղափարի շուրջ հավաքվեցին երկու մեծ գերդաստանի ժառանգները, ամենատարբեր ոլորտների լավագույն մասնագետներն ու դարձան հիմնադրամի հողատարությունների խորհրդի անդամներ։ Ինչպես Հասրացյան եւ Մինասյան գործիչների հետ միավորում մեկ ընդհանուր գաղափար, պետության կառուցումը, ստեղծած արժեքների բովանդակությունը, այդպես էլ հիմնադրամը ստեղծում է նոր բովանդակություն, նոր արժեքներ, պահպանելով Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մշակութային ժառանգությունը։ Այսօր այս հավաքը նվիրված է հենց Հասրացյան մատենաշարին։ Մատենաշարի նպատակն է ուսումնասիրել հայկական ճարտարապետական եւ գեղանկարչական ժառանգությունը, ուսումնասիրել խորը, նոր լույսի ներքո, միջազգային չափանիշներով եւ որ ամենակարևորն է այնպես, որ դա նախ կարդան երիտասարդները եւ երկրորդ դա հետաքրքիր լինի նաեւ աշխարհի համար։ Հասրացյան Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Նյումեգը հրատարակել է Կարեն Բալյանի Ֆենիքս Դարփինյան քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը մենագրությունը։ Այս գրքով մենք մեկնարկում ենք Հասրացյան մատենաշարը։ Քաղաքապետ Գրիգոր Հասրացյանի նախաձեռնությամբ հենց նրա կատարմամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, որում մեծ դերակատարում է ունեցել հենց Ֆենիքս Դարփինյանը։ Նրա նախագծերով վերակառուցվել է Թումանյան եւ Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգին եւ ամենակարևորը մեծ շատրվանը, որը նրա վերջին խոշոր ստեղծագործությունն էր, եւ իհարկե Անի հյուրանոցը, եւ հենց այդ պատճառով է, որ գրքի շնորհանդեսը անում ենք Անի հյուրանոցում։ Ուղիղ 50 տարի առաջ Երևանի հենց սրտում հայտնվեց Անի հյուրանոցը, Խրուշչովյան ձնհալի շնորհիվ ի հայտ եկավ ճարտարապետության մեջ մոդեռնիստական մտածողությունը եւ այն արտացոլվեց նաեւ հայկական ճարտարապետության մեջ։ Ու Անին դրա վառ ապացույցն է։ Սա է այս հրաշալի գաղափարի իրականացումը Աբովյան փողոցի վրա Ֆենիքս Դարփինյանի նախագծով, որտեղ եւ Սաֆարյան Էդիկներ, Անին Միշելոց, Անին եւ Սաֆարյան Էդվարդը եւ Ֆելիքսը Հակոբյան, նրանք մասնակիցներ են, եւ այն 3 շենքը, առաջինը հենց այդ հյուրանոցի մոտ եւ երկուսը դիմացի մայթին, դրանք եւս բնակելի տները, ընդ որում փոխվում է գույնը Աբովյան փողոցի։ Արա Հարությունյանի հետ հրաշալի է քանդակը Կոմիտասի, ու Արա Հարությունյանը բազմաթիվ Կոմիտասի քանդակներ ունի, այնքան որ միջոցառումից կարող է բացանել եւ հիմա կա, պետք է գնամ անպայման նայեմ եւ սա շատ ստացված։ Ֆենիքս Դարփինյանը այստեղ գրեթե չկա, ոնց որ ճարտարապետը այնպես է արել, որ ինքը չլինի, այստեղ քանդակագործն է։ Նրա ամբողջ գործը եղել է նրանում, որ նա ստեղծել է մի հարթություն, որի վրա դրվի այս քանդակը։ Սա Արտաշ Հովսեփյանի հետ արված գործն է, Արմեն Տիգրանյանի քանդակը, որը շատ նուրբ։ Յանը Իսահակյան ասում էր, թե սա գոթական ոնց որ քանդակ լինի։ Էս էլ հիմնադրամը, սա Մարինեն ինչքան էլ իրեն ջանքերով Մարինան պահպանել է սա, բայց այնուամենայնիվ շատ վատ վիճակում էր, անմխիթար վիճակում էր, որտեղ շատ երկար են եւ թուղթը արդեն չորացել էր եւ դարձել էր, ուրեմն կոտրտվել էր, որոշ մասերը նույնիսկ կորել էին։ Եվ տեսեք, թե մեր ռեստավրատորները հիմնադրամի, ուրեմն շնորհիվ ինչպիսի հրաշալի աշխատանք են արել։
Վերջին հատվածն է Օղակաձև զբոսայգու Մարգարիտա Հայրապետյանի հետ միասին, Վենիքս Դարփինյանի արվեստանոցում, բան չի մնացել սրանից, չեմ ուզում նույնիսկ երկար